Եվ հետո այս հիմար թեզերը, որ ներդրումները մեզ կօգնեն, կհասնեն մեր ժողովրդին։ Նախ բոլորս էլ ուզում ենք, որ ներդրում լինի եւ մեր ժողովուրդը լավ ապրի։ Ես թշնամի չեմ մեր ժողովրդին, որ ուզենամ վատ ապրեն մեր մարդիկ։ Բայց նախ դա պետք չէ անել երկիր հանձնելով։ Ադրբեջանում 30 միլիարդ ներդրում կա, Ադրբեջանին չեն խնդրում, որ նրանք տարածք հանձնեն։ Ուկրաինային 500 միլիարդ են տվել, կես տրիլիոն։ Եվրոպան Զելենսկին ասում է մի սանտիմետր չզիջես։ Իսրայելին 140 միլիարդ վերջի 10 տարվա ընթացքում տրվել է։ Իսրայելին չեն ասում պաղեստինցիներին մի սպան է, 70,000 սպանել է, գերիք այլ մի սպան է։ Նրանց էլ չեն ասում։ Վրաստանին էին տվել 6 միլիարդ։ Վրացիներից են ասում են մի ընդունեք, որ Օսեթիան, Աբխազիան անջատվել են վրացիներից։ Այսինքն ներդրումը լավ բան է, մենք բոլորս ուզում ենք, որ փող գա Հայաստան, որ մեր ժողովուրդը լավ ապրի, բայց առանց երկիր հանձնելու որևէ ուրիշ երկրում այսպիսի բան չի արվում։ Երկրի դիմաց տարածքի դիմաց փող չի տրվում։ Եվ հետո արդյոք այս փողը կբերի խաղաղություն։ Ուկրաինայում 500 միլիարդ ներդրել են, օգնել են, օգնություն են տրամադրել Ուկրաինային։ Խաղաղություն կա Ուկրաինայում։ Իդեպ տասնյակ միլիարդներ կողոպտվել են, գողացել են այդ փողը։ Սարսափելի կոռուպցիա է Ուկրաինայում եւ Եվրոպան նրա մասին նշել է եւ կանգնեցրել է իր օգնությունը ժամանակավորապես։ Մեր մոտ ինչ է լինելու, ով է ուրախանալու։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչ ուրախություն է լինելու մեր օլիգարխների մեջ, այս ռեժիմի մեր զավոների ընկերների մեջ։ Այդ անիֆը ուղղակի փոքր բան կլինի։ Այդ իրանց այդ ասֆալտ գցելու կոնտրակտները, այդ իրենց ընկերների միանգամից բիզնես ունենալը եւ այլն, դա գալաթ են արել նրանք։ Հիմա դուք այնպիսի մասշտաբներով դա կարող եք տեսնել, որ դա ուղղակի մանրուք թվա։ Ուկրաինայում 500 միլիարդ խաղաղություն բերեց, Վրաստանում 6 միլիարդ խաղաղություն բերեց, Աֆղանստանում, Իրաքում իրար հետ եթե հաշվենք մոտ 3.5 տրիլիոն դոլար է ներդրվել, եթե ռազմական հաշիվները, ռազմական ծախսերը հաշիվ առնենք։ Առանց դրա 200 միլիարդ դոլար ներդրվել է Իրաք եւ Աֆղանստան։ Այնտեղ խաղաղություն կա, ամերիկացիները այնտեղ են հիմա, իրանց ուզածը եղավ, ապահովեցին իրենց անվտանգությունը։ Հետո շատ པարզ հարց, եթե այդքան սիրում եք Հայաստանը, մենք մեզ համար կարևոր ենք։ Ինչու ենք Ադրբեջանին զենք վաճառում։ Ինչու եք զենք վաճառում մի երկրին, որը առանց դրա 3 թե 4 անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի, քան մենք։ Այդ որ նրանք խաղաղություն են ուզում, դուք խաղաղություն եք ուզում, ինչու եք զենք վաճառում իրենց։ Այդ զենքը ում դեմ է օգտագործվելու։ Վերջի 5 տարին ում դեմ են օգտագործել ձեր զենքը տված մեծ մասը Իսրայելից։ Ում հետ են նրանք պատերազմել Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստանի, թե Վրաստանի։ Ինչու եք իրենց զինում։ Եվ եթե մենք ձեզ համար կարևոր ենք, ստրատեգիական նշանակություն ունենք, որը դուք չեք ասում, մերոնք են ասում, դուք չեք ասում։ Ինչու չեք երաշխավորում մեր անվտանգությունը, ոնց որ Ուկրաինայում եք ուզում անել։ Ինչու մեր հետ դաշինք չենք կնքում։ Այդ մարդկանց երբ եք դուք բերելու, որ նրանք պատասխան տան իրենց խոսքերի համար, որ ասում են մենք ՆԱՏՕ-ի անդամ կդառնանք, Ամերիկայի բանակը 8 րոպեից կլինի, Ֆրանսիան մեզ կօգնի։ Ինչու չեք ասում։ Բերեք այդ մարդկանց պատասխան տվեք, իսկ Վենսից էլ հարցրեք, ինչու նա չի ուզում դա անի։ Այդպիսի խոստումներ մեզ տրվել են, ուրեմն ինչ ռազմավարական նշանակություն մենք կարող ենք ունենալ, եթե մեր անվտանգությունը ոչինչ չարժի, եթե մեզ ստիպում են մենք մեր երկիրը զիջենք։